Վահանաձև գեղձն օրգանիզմում շատ կարևոր ֆունկցիա է իրականացնում եւ դրա աշխատանքի ցանկացած խախտում կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը։ Վահանաձև գեղձի ֆունկցիոնալ կարևորության եւ դրա ախտահարմամբ պայմանավորված հիվանդությունների մասին այսօր կխոսենք էնդոկրինոլոգ Արփի Մինասյանի հետ։ Բարև ձեզ բժշկուհի։ Շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Առաջինը կասեք, ինչ է ինձ ներկայացնում էնդոկրինոլոգիան եւ ինչ ուղղություններ ունի։ Առհասարակ էնդոկրինոլոգիան ուսումնասիրում է էնդոկրին գեղձերի կառուցվածքը, դրանց ֆունկցիան, նրանց կողմից արտադրվող հորմոններն ու դրանց ազդեցությունը բոլոր օրգան համակարգերի վրա։ Առաջին հայացքից թվում է, թե խոսքը միայն հորմոնների մասին է, բայց առհասարակ օրգանիզմում տեղի ունեցող բոլոր օրգան համակարգերի նյութափոխանակության նորմալ աշխատանքի համար շատ կարևոր են հորմոնները։ Սիրտանոթային, նյարդային, տեսողական բոլոր օրգան համակարգերի վրա։ Այդ պատճառով շատ կարևոր է իրականում էնդոկրինոլոգների եւ մյուս նեղ մասնագետների համատեղ ու համագործակցված աշխատանքը։ Այդ թվում նաև սրտաբանների, ակնաբուժների, նյարդաբանների, քանի որ երբեմն մենք հանդիպում ենք երկրորդային օղակում եւ առաջնային մեր պացիենտները դիմում են այլ նեղ մասնագետների իրենց գանգատներով, օրինակ ունեն սրտխփոց, սրտի կողմից գանգատներ, գլխապտույտ, ճնշման տատանումներ, տեսողության վատացում եւ միայն մանրակրկիտ հետազոտությունների արդյունքում պարզ է դառնում, որ դրանք ոչ թե սրտի կամ աչքի կողմից կամ նյարդային համակարգի խնդիրներ են, այլ մեր պացիենտներն են եւ հորմոնալ խնդիրներ են, որոնք կարգավորվում են համատեղ աշխատանքի արդյունքում։ Այս բոլորս լսել ենք վահանաձև գեղձի մասին, բայց շատ քչերը լավ պատկերացում ունեն այն ինչ է իրենից ներկայացնում եւ օրգանիզմի համար ինչ կարևոր ֆունկցիաներ է իրականացնում։ Իրական շատ տեղին է հարցը, քանի որ մեր տարածաշրջանը էնդեմիկ գոտի է հանդիսանում յոդ դեֆիցիտի համար եւ դրանով պայմանավորված գրեթե ամեն երկրորդ հիվանդ ունի վահանաձև գեղձի խնդիր։ Հիմնականում վահանաձև գեղձի խնդիրները ավելի հաճախ հանդիպում են կանանց շրջանում, բայց վիրուսներով պայմանավորված, հատկապես COVID-ով պայմանավորված հաճախացել է նաև տղամարդկանց շրջանում վահանաձև գեղձով առաջացող խնդիրների մեծ տենդենց։ Մենք թերևս 2019 թվականից դուրս ենք եկել յոդ դեֆիցիտային շրջան համարվող գոտիներից, սակայն դեռևս հաճախությունը շարունակում է պահպանվել, որովհետև հայերը նաև ունեն գենետիկ հակվածություն վահանաձև գեղձի խնդիր ունենալու։ Դրանով պայմանավորված պետությունը մի շարք ծրագրեր է իրականացնում ժամանակին հայտնաբերելու, կանխարգելելու համար, ինչպիսին է օրինակ աղի յոդացումը։ Նորածինների շրջանում կատարվող 5 սկրինինգներից մեկը վահանաձև գեղձի հորմոնի մակարդակի որոշումն է, վահանաձև գեղձի հորմոնի սկրինինգը։ Առհասարակ վահանաձև գեղձը չեմ կարող ասել ամենակարևոր էնդոկրին օրգանն է, բայց կարևորությամբ չի զիջում մյուսներին, որովհետև ընդհանրապես շատ փոքր հորմոնի շեղումը կարող է բերել մի շարք խնդիրների առաջացման եւ սրտային խնդիրների եւ տեսողական խնդիրների, մինչեւ անգամ անպտղության առաջացման։ Առաջին հայացքից դա ընդհանրապես վահանաձև գեղձի խնդիր է, բայց մեր անպտղությամբ տառապող երիտասարդ աղջիկների մեծ մասը պատահմամբ հայտնաբերվում է, որ ունեն հենց վահանաձև գեղձի հորմոնի թերի մակարդակ, որով խախտվում է ձվազատումը, եւ ընդհանրապես կարելի է մի կոճակ դեղ օգտագործելով եւ շատ քիչ կորեկցիա անելով հորմոնի մակարդակը ապահովել առողջ սերունդ։ Իսկ հիմնական նախանշանները, որ մարդը զգա, որ ունի վահանաձև գեղձի խնդիր, ոնց է արտահայտվում։ Առաջին հերթին պացիենտները ունենում են սրտխփոց, թուլություն, ճնշման տատանումներ, հոգնածություն, մազաթափություն, դժվար են կենտրոնանում, ավելի դյուրագրգիռ են դառնում, երբեմն դիտվում է դաշտանի ցիկլի խանգարում, որոշ պացիենտներ գանգատվում են նյութափոխանակության դանդաղումից, փոթկապությունից, հազվադեպ, բայց կարող են լինել փոլուծություն նաև, ավելի էմոցիոնալ են դառնում, դյուրագրգիռ են լինում եւ ճարպակալման մակարդակն է բարձրանում, նյութափոխանակությունը դանդաղելու հաշվին ավել քաշ են հավաքում։ Առաջինը մեր պացիենտները հենց կոսմետիկ նկատառումներից ելնելով հիմնականում մեզ դիմում են այն գանգատով, որ քիչ սնվում են, բայց քաշը շարունակաբար ավելանում է եւ ունեն նյութափոխանակության խանգարում։ Երբեմն մարդիկ այդքան լուրջ չեն վերաբերվում առողջական խնդիրներին, որքան կոսմետիկ կողմին։
եւ առաջին հայացքից իրենք մոտենում են նյութափոխանակությունը կարգավորելու համար, բայց հետազոտությունների եւ հարցումների արդյունքում պարզ է դառնում, որ ունեն նաև մյուս ուղեկցող գանգատները, ուղղակի նրանց ավելի քիչ ուշադրություն են դարձրել։ Դրա համար ցանկալի է նշված գանգատներից գոնե երկուսի առկայության դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել, վիտամիններ չխմել, այլ ուղղակի մոտենալ էնդոկրինոլոգի։ Իսկ սթրեսը ինչ որ կապ ունի վահանաձև գեղձի։ Իհարկե, առհասարակ ցանկացած օրգանիզմի համար ստրեսային իրավիճակ կարող է նպաստել, որպեսզի վահանաձև գեղձի խնդիր ունենալու հակվածությունը գլուխ բարձրացնի։ Վահանաձև գեղձի հիվանդությունների մի մասը ժառանգական նախատրամադրվածությամբ են, այսինքն մենք մեր ծնողներից, տատիկից, պապիկից, մորաքույրից, հորաքույրից ժառանգում ենք հակվածությունը մի օր խնդիր ունենալու, ցանկացած ծանր ստրեսային իրավիճակ նպաստում է, որպեսզի իմունիտետը ընկնելու հաշվին դրանք գլուխ բարձրացնեն։ Եվ երբեմն հենց ստրեսային իրավիճակից հետո առաջացած խնդիրը մենք շփոթում ենք նյարդաբանական խնդրի հետ։ Ջուրագրգիռ լինելու կապակցությամբ դիմում են նյարդաբանի պացիենտները, մի շարք հանգստացնողներ են օգտագործում։ Բուժումը ինչպես է իրականացվում։ Վահանաձև գեղձի տարբեր խնդիրների դեպքում մոտեցումները տարբեր են, բայց հիմնականում փոխարինող թերապիա է իրականացվում, այսինքն հորմոնի պակասող քանակը պացիենտները ստանում են դրսից։ Ամենակարևորը կուզեի շեշտել, որպեսզի նաև պացիենտները չվախենան ու նրանց համար պարզ լինի, որ դեղորայքը հորմոն բառից պետք չի վախենալ, դեղորայքը փոխարինող թերապիա է, այսինքն պակասող հորմոնի մակարդակը ուղղակի նրանք ընդունում են դրսից, դեղորայքը կախվածություն չի առաջացնում եւ երբեմն հորմոն բառից վախենում են պացիենտները եւ ինքնուրույն ընդհատում են, որովհետեւ հարևաններից, բարեկամներից լսում են բուժման այլընտրանքային մեթոդներ, որոնց մեջ մտնում է օրինակ կանաչ ընկույզով բուժումը, ծխելը, սմբուկի կեղևով ինչ-որ թուրմերի պատրաստումը, դրանք բոլորը միֆի ժանրից են եւ ոչ ծխախոտը, ոչ կանաչ ընկույզը, ոչ սմբուկը չեն կարող փոխարինել հորմոնի մակարդակին։ Գուցե դրանք ինչ-որ չափով, օրինակ սմբուկի կեղևը յոդ պարունակում են, բայց խոսքը գնում է ոչ թե յոդի անբավարարության, այլ հորմոնի դեֆիցիտի մասին եւ դրսից չեն կարող նրանք ուղղակի այն քանակով յոդ ստանալ, որ նյութափոխանակությունը կարգավորվի։ Հարևանների խորհուրդներին լսելու փոխարեն ավելի ցանկալի է գրագետ մոտեցում, որպեսզի գեղձը ավելի չվնասվի ու հետագայում ավելի լուրջ միջամտության կարիք չունենան։ Իսկ հնարավոր է վահանաձև գեղձի հանգույցները վերածվեն քաղցկեղի։ Իհարկե, հենց դա է պատճառը, որ կարևոր է ճիշտ մոտեցումը, ոչ ինքնաբուժությամբ զբաղվելը, այլ բժշկի հսկողության տակ գտնվելը, որովհետև հատկապես եթե կան վահանաձև գեղձում հանգույցներ, կարևոր է ժամանակ առ ժամանակ, եթե դրանք անվտանգ հանգույցներ են, սովորաբար սոնոգրաֆիան կրկնվում է 6 ամիսը մեկ, որի ընթացքում հսկվում է դինամիկայում չափերը։ Երբեմն հորմոնի մակարդակը կարգավորելը թույլ է տալիս, որպեսզի հանգույցները չափերով մի փոքր փոքրանան կամ գոնե պահպանվեն այդ վիճակում։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դինամիկայում հանգույցները չափերով չմեծանան եւ այդ դեպքում չարակացման վտանգը ավելի փոքր է լինում։ Շատ լավ է, որ հիմա տարբեր հաստատություններ իրենց ծրագրերում պարտադիր են դարձրել բուժ հաստատությունում աշխատող պացիենտների կամ այլ հիմնարկներում աշխատող պացիենտների պարտադիր տարեկան բուժզննումը։ Առաջին հայացքից թվում է, թե դա պարտադիր է եւ պետք է մարդը ինքն ընտրի ցանկանում է հետազոտվել թե ոչ, բայց դրանք բազմիցս փորձերը ցույց են տվել, որ նվազեցնում են միանգամից քաղցկեղի փուլում հանգույցների հայտնաբերում, ավելի վաղ են հայտնաբերվում եւ ավելի վաղ են բուժման ենթարկվում, այո։ Երբեմն իհարկե կարիք է լինում սոնոգրաֆիայից բացի նաեւ պունկցիոն բիոպսիա կատարել հաստատելու համար, դրանք բարորակ են թե չարորակ, բայց հաշվի առնելով, թե որքան տարածված են վահանաձև գեղձի քաղցկեղները, հատկապես պապիլյար կարցինոման, շատ կարևոր է ճիշտ հսկողությունը եւ գոնե 6 ամիսը մեկ սոնոգրաֆիան կրկնելը։ Այ անդրադառնանք եւս մեկ տարածված խնդրի շաքարային դիաբետին, ինչ է ինձ ներկայացնում։
շաքարային դիաբետը։ Շաքարային դիաբետը մեկ այլ էնդոկրին օրգանի ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի խախտումն է։ Մենք ունենք դիաբետի տարբեր տեսակներ, դրանց մի մասի դեպքում, օրինակ տիպ 1 դիաբետի դեպքում ենթաստամոքսային գեղձի ինչ-ինչ պատճառներով վնասման հետևանքով ինսուլինը բավարար քանակով չի արտադրվում, իսկ երկրորդ տիպի դիաբետի դեպքում ընդհակառակը ինսուլինը արտադրվում է, սակայն չի ընկալվում ընկալիչների կողմից, որի շնորհիվ մոտեցումները դեղորայքային տիպ 1 եւ տիպ 2 դիաբետի դեպքում տարբեր են։ Շաքարային դիաբետը իր տարածվածությամբ 21-րդ դարում համարվում է երրորդ ամենատարածված հիվանդությունը սիրտ-անոթային հիվանդություններից եւ ուռուցքներից հետո։ Պատկերացրեք, թե ինչքան մեծ է դիաբետի տարածվածությունը։ Հատկապես 21-րդ դարում, երբ որ բոլորը զբաղվեցին COVID-ի ծանր ընթացքին, շաքարային դիաբետով հիվանդների թիվը հորմոններ ստանալու հետևանքով եւ բացի դրանից նաեւ վիրուսը տրիգեր հանդիսացավ, երկրաչափական պրոգրեսիայով դիաբետիկների աճ գրանցվեց եւ մեծ քանակ դիտվեց նաեւ երեխաների շրջանում։ Առհասարակ էնդոկրինոլոգիան բժշկության ամենաերիտասարդ ճյուղերից է, բայց ամենաարագ զարգացող եւ ամենաշատ երիտասարդացող, ներկայումս գրեթե բոլոր հիվանդությունները էնդոկրին սկսել են հանդիպել անգամ մանկական տարիքում, նույնիսկ 3 ամսեկանից սկսած։ Իսկ ինչ-որ նախանշաններ ունի, որ մարդ հասկանա, որ իր մոտ շաքարային դիաբետ կա։ Ինչպես բոլոր հիվանդությունները, դիաբետը նույնպես սկսվում է գանգատներով, սովորաբար գանգատվում են բերանում չորությունից, շատախմությունից, հաճախամիզությունից, գիշերը պացիենտները չեն կարողանում քնել հաճախամիզության պատճառով, կտրուկ քաշի կորուստից, տեսողության վատացումից, բայց երբեմն պացիենտները դրանց արտահայտիչ չլինելու պատճառով ուշադրություն չեն դարձնում գանգատներին եւ օրինակ տեսողության վատացման համար նրանք դիմում են առաջին հերթին ակնաբուժին։ Ու ակնաբուժը ակնահատակի զննումից հետո խորհուրդ է տալիս ամեն դեպքում մոտենալ էնդոկրինոլոգի եւ գլյուկոզայի մակարդակը որոշել։ Տիպ 1 դիաբետի դեպքում ավելի վաղ է հայտնաբերվում, որովհետև երեխաների մոտ կլինիկան ավելի արագ է զարգանում։ Երեխաների մոտ այդ քաշի կորուստն ու թուլությունը շատ կտրուկ են նկատվում եւ բացի դրանից ծնողներն ավելի հոգատար են երեխաների հանդեպ, քան իրենք իրենց անձի հանդեպ։ Դրա համար էլ երեխաների մոտ ավելի վաղ է հայտնաբերվում, իսկ մեծահասակների մոտ դիաբետը երբեմն ցավոք հանդիպում ենք միանգամից բարդությունների փուլում։ Իսկ լիովին բուժում հնարավոր է շաքարային դիաբետի։ Շաքարային դիաբետը ամբողջ աշխարհում համարվում է անբուժելի հիվանդություն, կատարվում է փոխարինող թերապիա, սննդակարգի կարգավորում եւ օրվա գրաֆիկի ֆիզիկական ակտիվության կարգավորում։ Երբեմն նաև դիաբետի դեպքում կան տարածված միֆեր, տարբեր գովազդային միջոցներ, տարբեր դեղորայքների գովազդ բուսական ծագման, որոնց մարդիկ խաբվում են եւ ամեն դեպքում փորձում են բուժել դիաբետը տան պայմաններում ու բուսական միջոցներով, սակայն ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում դեռևս դիաբետի վերջնական բուժում գոյություն չունի։ Ենթադրվում է, որ դիաբետի վերջնական բուժում կարող է տալ ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստումը, որովհետև ամեն դեպքում դա օրգանի ֆունկցիայի խախտում է, բայց ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստումը դեռևս փորձարկման փուլում է։ Իսկ կանխարգելել հնարավոր է, այլ բուժում չէ, բայց կանխարգելել։ Տիպ 1 դիաբետի դեպքում ցավոք երեխաների երիտասարդների դիաբետի դեպքում հնարավոր չէ, որովհետև դա գենետիկ հակվածությամբ խնդիր է, գենի խնդիր է, իսկ տիպ 2 դիաբետը մեծ մասամբ կարելի է կանխել ժամանակին, երբ որ կա նյութափոխանակության խանգարում, ուղղակի սննդակարգը կարգավորելով, քաշը պակասեցնելով եւ համապատասխան ֆիզիկական ակտիվությամբ։ Երբ որ մետաբոլիկ սինդրոմի փուլում մենք դա կարգավորենք, չի վերածվի դիաբետի։ Շնորհակալ ենք հետաքրքիր եւ բովանդակալի զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Իսկ ես հիշեցնեմ, որ այսօր մենք զրուցում ենք էնդոկրինոլոգ Արփի Մինասյանի հետ։ Եղեք առողջ, կհանդիպենք։